ֆինանսական ձեռնարկությունները, ընդ որում այսպես հեղաշրջման իբրև պլանի հրապարակման հիման վրա այսպես հավասար ձեր մեկնաբանությունը։ Այս գործողությունները արձանագրենք, որ սկսվել են մի քանի օր առաջ, երբ Սրբազան պայքարի աջակիցներ եւ դաշնակցականներ ձերբակալեցին, դա համընկավ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի օրվա հետ եւ մեր ենթադրությունը նա էր, որ նոր զիջումներ են սպասվում եւ հետեւաբար տրամաբանական հակազդեցությունը կոտրելու համար կանխավ նախապես անցել են մարդկանց ահաբեկելու, վախեցնելու գործընթացի։ Հիմա այս ամեն ինչը ես այդ համատեքստում եմ դիտարկում եւ իմ համոզմամբ որևէ ապօրինի եւ անօրինական գործողություն Սրբազան պայքարի աջակիցների եւ Բագրատ Սրբազանի կողմից երբևէ չի իրականացվել։ Դուք քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները, հաղորդագրությունները բնականաբար ծանոթ եք։ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ, քանի որ քանի ձայնագրություն տենց շատ վատ շրջանակներում պնդում են, որ այդ ամենը սարկած է, եթե հետևել եք ձեր տեսակետը այդ մասով։ Տեսեք, իմ տեսակետը մնում է նա, այսինքն ես այդ մարդկանց իմանալով, այդ մարդկանց ասելով Բագրատ Սրբազանին եւ աջակիցներին, ես գիտեմ, որ երբևէ դա լինի բաց հանդիպման ընթացքում թե փակ, երբևէ բռնության կոչեր չեն արվել, երբևէ որևէ մեկին վնասելու, որևէ բան ջարդելու, փշրելու, որևէ նման կոչեր եւ պրոցեսներ չեն արվել եւ չեն կազմակերպվել։ Եվ հետեւաբար այդ ձայնագրությունները չեն կարող իրականությանը համապատասխանել։ Այնտեղ ես ինչքանով որը որ լսել եմ, չի լսվում նորմալ ինչ են խոսում, ինչ են, թե որտեղից անդեղից հասկացվում, որ որևէ ինչ-որ անօրինական բաներ էին պլանավորում, ես չգիտեմ։ Այսօր Բագրատ Սրբազանի բնակարարից մի քանի իրեր են առգրավել, արկղերով, ինչպես տեսանք, այսպես ուղենիշներ էր, չգիտեմ, տեսել եք այդ իրերը, դրանցով որքանով է հնարավոր ահաբեկչություն իրականացնել։ Չեմ տեսել ինչեր են վերցրել, բայց հավանաբար անհնազանդության այդ չեմ վստահում գործընթացը որ կա, հավանաբար պետքա պաստառներ լինի, ինչ-որ թղթեր, այդպիսի բաներ պետքա լինի։ Պարոն Ավետիսյան, տեսեք Նիկոլ Փաշինյանը այսօր նաև այս գործողությունները, այսինքն իբրև հնարավոր հեղաշրջման պլանը փորձեց կապել նաև վեհափառի հետ։ Հիմա սա հնարավոր է նաև եկեղեցու նկատմամբ ճնշումների հերթական ավելի մեծ անպայման, այդ ամեն ինչը իրար հետ փոխկապակցված են, քանի որ մենք շարունակաբար ենք ասել եւ ասում դրա մասին, որ եկեղեցին միակ ազգային ինստիտուտն է, որ հայկական շահերը պաշտպանում, մասնավորապես Արցախի կորստի հետ չհամակերպելը, միասնական լինելը, ամուր լինել, մեր իրավունքների համար պայքարելը եւ այս ամեն ինչը համատեքստում են իհարկե, որովհետեւ նույն Սրբազան շարժման առաջնորդը հոգեվորական է, որը մեծ հեղինակություն է վայելում։ Փաստաբանը հայտարարեց, որ կալանքի միջնորդություն է ներկայացել, կբավարարվի ըստ ձեզ։ Չեմ կարող նման ենթադրություն անել, բայց այս իշխանություններից ամեն գործողություն սպասել է։ Պարոն Ավետիսյան, տեսեք, 18 թվականին հենց իշխանապողությունից հետո այսպես նոր շարժում էր իրականացում, նոր իշխանություն, նոր Հայաստան, նոր հայրապետ, այսպես կոչերով, խորագրով, հետագայում կրկին այսպես թիրախավորումները պարբերական բնույթ են կրել, իսկ վերջին շրջանում նոր թափ է հաղորդվել հայ առաքելական եկեղեցու դեմ այս գործընթացին։ Հիմա ի վերջո 18 թվականից սկսած, ինչ խնդիր էին լուծում ի սկզբանե եկեղեցին թիրախավորելով, կա տեսակետ, որ դա այսպես գունավոր հեղափոխությունների մաս է կազմում։ Ինչ խնդիր են ի վերջո ուզում լուծել դրանով։ Փաստենք եւս մեկ անգամ, որ Նիկոլ Փաշինյանը ավտորիտար պոպուլիստ է, իսկ ավտորիտար պոպուլիստները չեն հանդուրժում որևէ հակազդող իշխանություն եւ էլիտաներ, լինեն դրանք կրոնական, տնտեսական, արդարադատության համակարգի եւ հերթով բոլոր համակարգերը ջարդելով եւ հաջողելով հասել է հիմա եկեղեցուն։ Ընդամենը էլի այն ինչը որ ասացինք, այդ համատեքստում, այսինքն մեր ազգային շահերը սպասարկող ինստիտուտի կազմաքանդումն է եւ այնտեղ իրեն ցանկալի խամաճիկ որևէ հոգեվորականի նշանակել է, որը
կխոսա եւ կգործի բացառապես իր հրահանգով։ Ունեն թեկնածուց ձեզ իրենք։ Չգիտեմ։ Նման տեղեկությունների չեմ տիրապետում։ Շնորհակալություն։